Բարև ձեզ Փաստինֆոյի եթերում տողատակում հաղորդաշարն է։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում է Հարավային Կովկասի շուրջ ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրադրությունը, որտեղ դիվանագիտական զանգերն ու պաշտոնական հայտարարությունները փորձում են քողարկել խոցելիությունն ու արտաքին ճնշումները։ Փաշինյանը օրեր առաջ զանգահարել է Ալիևին։ Այս զանգը տեղի է ունենում Վաշինգտոնյան համաձայնագրի տարեդարձի ֆոնին եւ այն պայմաններում, երբ խաղաղության պայմանագիրը դեռ չի վավերացվել, իսկ սահմանադրական փոփոխությունների շուրջ Բաքվի եւ Անկարայի ճնշումը շարունակում է աճել։ Զանգը ներկայացվում է որպես խաղաղության գործընթացի շարունակություն, սակայն իրականությունում այն ավելի շատ նման է արտաքին ճնշման տակ կատարվող ցուցադրական քայլի, որի նպատակն է ցույց տալ ակտիվություն միջազգային խաղացողներին, հատկապես Վաշինգտոնին եւ միաժամանակ փորձել մեղմել ներքին քննադատությունները։ Փաշինյանի զանգը Ալիևին Վաշինգտոնյան համաձայնագրերի մեկամյակի ֆոնին սովորական աշխատանքային շփում չէ, այլ Երևանի կողմից իրականացվող դիվանագիտական պաշտպանողական քայլ, որի տողատակում թաքնված է Անկարայի եւ Բաքվի կողմից ուժգնացող սպառնալիքները չեզոքացնելու հուսահատ փորձը։ Այդ պայմաններում, երբ խաղաղության պայմանագիր կոչվածը մնում է չվավերացված, Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանից կոշտ կերպով պահանջում են փոխել սահմանադրությունն ու հրաժարվել անկախության հռչակագրի հիմնարարույթներից, Երևանը փորձում է սպիտակ տան աչքերում պահպանել կառուցողական կողմի իմիջը։ Զանգի հիմնական նպատակներից մեկն էլ Վաշինգտոնին ցույց տալն է, որ Հայաստանը հավատարիմ է մնում ամերիկյան միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին, ակնկալելով, որ Միացյալ Նահանգները զսպող դեր կխաղան Բաքվի հնարավոր ռազմական էքսպանսիայի դեմ։ Միևնույն ժամանակ այս ցուցադրական ակտիվությունը ծառայում է ներքին լսարանին հանդարտեցնելուն, իշխանությունը փորձում է ստեղծել պատրանք, թե իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ եւ որ խաղաղության օրակարգը դեռևս կենսունակ է։ Սակայն իրականում այս քայլը բացահայտում է Հայաստանի դիվանագիտական խոցելիությունը, երբ բանակցությունները ընթանում են ուժային սպառնալիքների եւ միակողմանի պահանջների ներքո, նման զանգերը վերածվում են ոչ թե հավասարազոր երկխոսության, այլ ժամանակ շահելու եւ արտաքին հովանավորչություն աղերսելու մարտավարության։ Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Բուլղարիան բանակցություններ են վարում Եվրոպա էլեկտրաէներգիայի տարանցման համար ցավանքային միջանկյացի ստեղծման շուրջ։ Ինչպես հայտնել է Վրաստանի տնտեսության եւ կայուն զարգացման փոխնախարար Ինգա Փխալաձեն, նախագիծը թույլ կտա մատակարարել էլեկտրաէներգիա շահագրգիռ երկրներից, առաջին հերթին հարևաններից Վրաստանի տարածքով դեպի եվրոպական շուկա։ Այս նախաձեռնությունը զուտ տեխնիկական կամ առևտրային նախագիծ չէ, այլ Հարավային Կովկասի եւ Սև ծովի տարածաշրջանում էներգետիկ քարտեզի վերաձևավորման հերթական փուլ, որը նպատակ ունի ամրապնդել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա առանցքը Բուլղարիայի միջոցով Եվրոպային կապելով։ Ուկրաինական պատերազմից հետո Եվրոպան ակտիվորեն փնտրում է ռուսական էներգակիրներից անկախացման ուղիներ եւ էլեկտրաէներգիայի ցամաքային միջանցքը դառնում է ազգային հարավային միջանցքի տրամաբանական շարունակություն։ Ադրբեջանի համար սա հնարավորություն է դիվերսիֆիկացնելու իր էներգետիկ արտահանումը, նավթից ու գազից անցնելով նաև էլեկտրաէներգիայի, այդ թվում ապագա վերականգնվող աղբյուրների հաշվին եւ ամրապնդել իր դիրքերը որպես տարածաշրջանային մատակարար։ Վրաստանը ստանում է տարանցիկ հանգույցի կարգավիճակ, որը ոչ միայն եկամուտ է բերում, այլև բարձրացնում է երկրի աշխարհաքաղաքական կշիռը, մինչդեռ Թուրքիան շարունակում է ամրապնդել իր դերը որպես էներգետիկ հանգույց Եվրոպայի եւ Ասիայի միջև։ Բուլղարիայի ներգրավումը ապահովում է անմիջական մուտք եմ շուկա, շրջանցելով ավելի բարդ երթուղիներ։ Այսպիսով բանակցությունները թաքցնում են ավելի լայն նպատակ ստեղծել ռուսական ազդեցությունից հնարավորինս անկախ էներգետիկ ուղի, որը միաժամանակ կամրապնդի մասնակից երկրների փոխկապվածությունը եւ կնվազեցնի այլ տարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին Ռուսաստանի ու մասամբ Իրանի լծակները Հարավային Կովկասում։ ԱՄՆ պետդեպարտամենտը կոնգրեսին ծանուցում է ուղարկել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղման սահմանափակումներից Ադրբեջանին ազատելու ժամկետը երկարաձգելու մասին։ Ուղումն ընդունվել է 1992 թվականին եւ սահմանափակումներ է նախատեսում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու հարցում։ Այս ծանուցումը ձևականորեն ամենամյա վարչական քայլ է, սակայն իրականում այն շարունակում է ամրագրել Վաշինգտոնի երկարաժամկետ ռազմավարական ընտրությունը Հարավային Կովկասում։ 907-րդ ուղումը ժամանակին ընդունվել էր որպես պատասխան Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի նկատմամբ կիրառված շրջափակմանը, սակայն տասնամյակներ շարունակ ամերիկյան վարչակազմերը հետևողականորեն ազատում են Բաքվին այս սահմանափակումներից, նախապատվությունը տալով էներգետիկ անվտանգությանը, Կասպիցից դեպի արևմուտք տանող երթուղիների վերահսկմանը եւ ռուսական ու իրանական ազդեցության հակակշռմանը։
Ներկայիս երկարաձգումը ցույց է տալիս, որ նույնիսկ Արցախի ամբողջական բռնազավթումից եւ տարածաշրջանային ուժերի հարաբերակցության կտրուկ փոփոխությունից հետո Վաշինգտոնը չի օգտագործում այս լծակը որպես ճնշման գործիք, այլ շարունակում է Ադրբեջանին դիտարկել որպես գործընկեր, որի հետ համագործակցությունը ավելի կարևոր է, քան 1992 թվականի օրենսդրական սկզբունքների խիստ կիրառումը։ Այսպիսով, ծանուցումը ոչ այնքան իրավական ձևակերպում է, որքան հաստատում այն բանի, որ ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում մնում է իրատեսական եւ շահադիտական, էներգետիկ ու աշխարհաքաղաքական հաշվարկները դնելով պատմական արդարության կամ մարդասիրական նկատառումներից վեր։ Թուրքիայի զինված ուժերում տեղի ունեցել բարձրագույն հրամանատարական կազմի մասշտաբային ռոտացիա։ Ռեզմի գազետի հրամանագրով ծառայության նոր վայրեր են ստացել 205 գեներալ եւ ադմիրալ։ Փոփոխությունները ընդգրկել են բոլոր զորատեսակները, ցամաքային զորքեր, ռազմածովային եւ ռազմաօդային ուժեր։ Առանցքային նշանակումներից է 2016 թվականի հուլիսի 15-ի իրադարձությունների վետերան գեներալ-մայոր Դավութ Ալիի տեղափոխումը 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին։ Բացի այդ, առաջին կին գեներալն էլ Արմաղան Օզելն ու Օզլեմ Կարապնարը ստանձնել են բանակային ավիացիայի վարչության եւ օդային ուսուցման հրամանատարության շտաբի պետի պաշտոնները։ Այս ռոտացիան զուտ կադրային թարմացում չէ, այլ իշխանության ամրապնման եւ ռազմական համակարգերի վերակառուցման խորքային գործիք, որը թաքնում է մի քանի շերտավոր նպատակներ։ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը շարունակում է հետևողականորեն մաքրել զինված ուժերային տարրերից, որոնք կարող են կասկածներ առաջացնել հավատարմության հարցում եւ միաժամանակ խրախուսել նրանց, ովքեր ապացուցել են իրենց նվիրվածությունը հուլիսի 15-ի դեպքերի ընթացքում։ Դավութ Ալիի նշանակումը 5-րդ կորպուսի հրամանատար, որը ռազմավարական նշանակություն ունի Սիրիայի եւ Իրաքի սահմանների մոտ, հստակ ազդանշան է, որ նախապատվությունը տրվում է ոչ թե զուտ մասնագիտական վաստակին, այլ քաղաքական վստահելիությանը։ Միաժամանակ կանանց գեներալների առաջխաղացումը թեև ներկայացումը որպես առաջադիմության եւ արդիականության նշան, իրականում ծառայում է երկակի նպատակի։ Մի կողմից միջազգային հանրությանը ցույց տալ ժամանակակից եւ ներառական բանակի պատկերը, մյուս կողմից ներքին դասարանի համար ստեղծել նոր լոյալության շերտ, որը պակաս կապված է հին ռազմական ավանդույթների եւ հնարավոր ընդդիմադիր ցանցերի հետ։ Թուրքական Քանդա Շիփինգ ընկերության Նիկոլայ Միշկով բեռնատար նավի ադրբեջանցի անձնակազմը Սամսոնի նավահանգստում հացադուլ է իրականացնում 3 ամիս աշխատավարձ չստանալու պատճառով։ Բաքվում ներկայացուցիչություն ունեցող այս ընկերության մեկ այլ Սերկոմ նավը հունիսի 5-ին Տագանրոդի ծովցում նատրանավի հետ միասին ենթարկվել էր ուկրաինական ԱԹՍ-ների հարվածին։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 4 ադրբեջանցի նավաստի։ Կիևի պնդման նավերն օգտագործվում են Ռուսաստանի կողմից ուկրաինական ցորենի ապօրինի տեղափոխման համար։ Թուրքական Քանդա Շիփինգ ընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները Սամսոնում ադրբեջանցի նավաստիների հացադուլից մինչև Ազովի ծովում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից զոհված ադրբեջանցիների դեպքերը զոհ աշխատանքային վեճ կամ առանձին նավագնացային միջադեպ չեն, այլ բացահայտում են Սև ու Ազովի ծովերում գործող ստվերային նավատորմի վտանգավոր աշխարհաքաղաքական ու տնտեսական ռիսկերը։ Այս պատմության տողատակում հստակ երևում է, թե ինչպես է թուրքական եւ ադրբեջանական կապիտալով գործող մասնավոր ընկերությունները օգտագործելով հարմարության դրոշներ եւ տասնամյակների հնության մարշված նավեր ներքաշվում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցման եւ ուկրաինական օկուպացիոն տարածքներից ապօրինի ցորենի կամ այլ ռեսուրսների արտահանման մոխրագույն սխեմաների մեջ։ Ադրբեջանցի նավաստիները փաստացի դարձել են այս բարձր ռիսկային, բայց գերշահավետությամբ հայտնի բիզնեսի էժան ու անպաշտպան աշխատուժը։ Մի կողմից նրանք հայտնվում են ռազմական գործողությունների թիրախում, վտանգելով սեփական կյանքը, մյուս կողմից ենթարկվում են անմարդկային շահագործման ու ֆինանսական խաբեության նույն այն ընկերությունների կողմից, որոնք գրանցված են Բաքվում եւ Ստամբուլում։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast.info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։